Կրեմլոն վերջին Փաշինյան-Պուտին հանդիպումը ինչ տպավորություն թողեց։ Տպավորությունը կախված եթե անձնականը մի կողմ կախված նրանից թե ինչ լրատվամիջոց եք դուք ընթերցում հանդիպումից հետո բայց օբյեկտիվորեն մենք տեսնում ենք որ այս հարաբերությունների մեջ կան եւ դրական տարրերը հա այսինքն կա տնտեսական համապատասխան փող շահավետ գործունեություն, բայց դրա հետ միասին արկա է նաև բացասական առնվազն 2 անգամ նվազել է ապրանքը շրջանառությունը, որի մասին եւս միաժամանակ հայտված է եղել։ Մեկ կողմից խոսքը գնում է դրա մասին, որ հանդիպումը տեղի է ունենում դրական ֆոնի տեսանկյունից, որ կողմերը իրար հասկանում են, մյուս կողմից դրանից հետո անմիջապես Ովերչուկը ներկայացնում են մի շարք հայտարարություններ, որոնք եւս հասկանալի են, հայտնի են, որ դուք չեք կարող միաժամանակ լինել, չեմ ուզում ասել երկու աթոռների վրա նստել, այլ դուք չեք կարող միաժամանակ լինել եւ Եվրոմիության եւ Եվրասիական տնտեսական միության անդամ, ինչի մասին Հայաստանում բոլորը շատ լավ հասկանում են եւ փորձում են մաքսիմալ երկարաձգել այս ես կընտրությունը չեմ կարող ասել, այս որոշման կայացման պահը, փուլը, Ովերչուկը, որը հայտարարում են, որ եթե Հայաստանը դառնում է, ոնց որ թե դառնում է, Եվրոմիության անդամ թռիչքները կդադարեն, որովհետև Ռուսաստանի եւ Եվրոմիության Իսկ Հայաստանը դառնում է Եվրոմիության։ Հենց այդ եմ ասում դառնում է, դրա համար պետք է կարդալ ինչպես է դա ասվել, այսինքն հայտարարությունը, որը ընդունված է եղել ազգային ժողովի կողմից, որը դրա հետ միասին ստանում է օժանդակությունը վարչապետի տարբեր հայտարարությունների շրջանակներում, որ այդ թվում նաև կիսակատակ, կիսալուրջ ասած, որ եթե երբ կուզենակ, որ Հայաստանը դառնա Եվրոմիության անդամ, վաղը կարծում Դանիայում հայտարարված է եղել դրա մասին, այլ մենք տեսնում ենք, որ ոչ Եվրոմիությունից կա պատրաստականություն ընդունել, ոչ էլ մենք ունենք հստակ ճանապարհային քարտեզը, ինչպես դա անել, բայց կա բարի ցանկությունների եւ արտաքին քաղաքականության գերակայությունների փոփոխությունը, որը ըստ էության կարող է շարունակի արդեն հենց ձեր այ հարցը ինչու Եվրոմիությունը հետաքրքրված է եղել մեր ընտրությունների մեջ, որովհետեւ իրանց հետաքրում է արդյոք արտաքին քաղաքականության մեջ շարունակելու է գերիշխել եվրոինտեգրման վեկտորը, թե պահպանվելու են այն հարաբերությունները, որտեղ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները կունենան իրենց ավելի մեծ նշանակություն։ Դե Ռուսաստանը, որ ասում են, կարելի է նաեւ Լուկաշենկոին հաշվի առնել, թե դուք չեք նույնացնում այդպես։ Ես բացարձակապես չեմ նույնացնում Լուկաշենկոին Ռուսաստանի հետ, ճիշտ ասած, եւ եթե դուք Լուկաշենկոին հարցնեք, ինքն էլ բացարձակապես չի նույնացնում իրեն Ռուսաստանի հետ։ Հա, կա միութենական պետությունը, որը հրճակված է, բայց այնտեղ եւս բավական լուրջ խնդիրներ կան։ Լուկաշենկոն հապկի գլխավոր քարտուղարի հետ է հանդիպում եւ հորդորում է Հայաստանի հետ կոռեկտ եւ զգուշ վարվել։ Ինձ թվում է Լուկաշենկոյի այս կոմպլիմենտից պետք է զգուշ լինել, ոչ թե Պոյսը դանայից դարի պրինասյաշ։ Հայտարարել Լուկաշենկոն տարբեր ձևի հայտարարություններ է արել, տարբեր ժամանակ, տարբեր ձևաչափերով։ Նախընտրական ֆոնին այսպիսի հայտարարությունը պետք է մի քիչ ավելի լայն շերտերով դիտարկել։ Շերտերը Լուկաշենկոյի մոտ միշտ երևի բավականին խոր են եղել, բայց մեզ հետաքրում է տվյալ պարագայում մեր արտաքին քաղաքականությունը, որտեղ մենք ունենք մեր գերակայությունները եւ տնտեսական, եւ քաղաքական, եւ ռազմական, եւ ռազմավարական տեսանկյուններից։ Ադրբեջանին հետաքրում է հայկական ներքաղաքական այս մտքերը։ Ադրբեջանին տարբեր մասերն են հետաքրում։ Իրանց հետաքրում է Հայաստանը որպես վերջի վերջո այն երկիրը, որը գտնվում է իրենց հարևանությամբ, որի հետ չկա ավարտին հասրած խաղաղության ստորագրմանը ուղղված բանակցային գործընթաց, որի հետ նրանք չունեն հստակեցված սահմանը, չնայած սահմանով վերջերս անցել է մեր փորձագետների խումբը եւ հանդիպել է այդ թվում նաև Հաջիևի հետ, որը մի շարք
հստակ հայտարարություններն է արել ի պատասխան այն հարցադրումներին, որոնք դրված են եղել մեր փորձագետների կողմից, եւ այնտեղ միանշանակ պարզ է մի քանի բաներ, որ նրանք Ղարաբաղի էջը համարում են փակված, նրանք համարում են փակված հայերի անհնարին վերադարձը, դրա դիմացը միանգամից գալիս է ադրբեջանցիների բնակեցման հարցը Հայաստանում, նրանք անհնարին են համարում ընդհանրեն գերիների վերադարձի հարցը տվյալ ձևաչափի մեջ եւ բնականաբար իրենց հետաքրում է, որ Հայաստանի պոտենցիալ ապագա կառավարությունը մնալու է նույն ֆորմատների մեջ քաղաքականության, արտաքին քաղաքականության, որի մեջ ինքը եղել է միջև այդ։ Ով է լինի Հայաստանում իշխանության։ Ինչպես։ Ով է լինի Հայաստանում իշխանության։ Նու տվյալ պարագայում նրանք ավելի երկար ժամանակ աշխատել են, օրվա իշխանությունը աշխատել է Փաշինյանի հետ եւ գիտեն ինչ կարելի է գուցե ակնկալել եւ ինչպես կարելի է իրականացնել գործընթացը բանակցային տվյալ իշխանության հետ, իրենց համար ավելի քիչ հասկանալի են գուցե այլ քաղաքական գործիչները եւ պարզ է, որ իրենց համար երևի բացարձակապես անընդունելի է լինելու Քոչարյանի հետ պոտենցիալ համագործակցությունը, ավելի քիչ է հասկանալի իրենց համար ենթադրենք Կարապետյանի գլխավորած ուժը, բայց առայժմ նրանք իրենց խաղադրույքը բնականաբար դնում են դրա վրա, որ օրվա իշխանությունը հաղթելու է ընտրությունների ժամանակ եւ նրանք շարունակելու են իրենց հետ բանակցային գործընթացը եւ ինչքան ես հասկանում եմ, նրանք առայժմ պաուզա վրա են դրել այս գործընթացը մինչև ընտրությունները։ Այսինքն մնացած բոլոր հարցերը как бы ընտրություններից հետո եւ մասնավորապես նրանք երևի չեն սրում իրավիճակը նաեւ փորձելով ստեղծել ավելի թեթև դաշտ օրվա իշխանության համար։